Աղջիկներ ջան, խոսքս ուղղված է ինձ անծանոթ պացիենտներին, ինձ անծանոթ հետևորդներին, ով երբևիցե դիմել է հարցով, ուղարկելով լաբորատոր հետազոտության արդյունքներ կամ ուլտրաձայնային հետազոտության պատկեր եւ խնդրել է, որ ես մեկնաբանեմ։ Ուզում եմ բացատրեմ, թե ինչու եմ ես պատասխանում այդ նամակներին, սակայն չեմ տալիս մեկնաբանություն։ Առաջի հայացքից կարող է թվալ, որ լաբորատոր հետազոտության արդյունքը դա զուտ սառը թիվ է։ Ոչ, դա ուղղակի թվեր չեն։ Շատ կարևոր են մի քանի հարցերի պատասխաններ, որպեսզի կարողանա մասնագետը մեկնաբանել այս կամ այն ցուցանիշը, եւ ոչ թե զուտ ասենք, որ բարձր է, ցածր է կամ մոտ է վերին սահմանին, դուք դա կարող եք տեսնել նույնիսկ համեմատելով նորմատիվների հետ։ Որպեսզի մենք տանք հստակ մեկնաբանություն, որպեսզի մենք բացատրենք եւ կարողանանք կարդալ լաբորատոր հետազոտության արդյունքը, անհրաժեշտ են հավելյալ տվյալներ, անձի տարիքը, անամնեզը, ինչ հիվանդություններով է հիվանդացել, ինչ բուժում է ստանում այս պահին, ինչ գանգատներ ուներ, ես այս հարցերը կարող եմ շարունակել դեռ շատ երկար։ Ինչքան ինֆորմացիա է պետք, որ ճիշտ տանք մեկնաբանությունը այս կամ այն լաբորատոր հետազոտության։ Իսկ ինչ վերաբերվում է ուլտրաձայնային հետազոտությանը, այստեղ շատ ավելի հետաքրքիր է։ Եթե դուք ինձ ուղարկեք մեկ կադր, մեկ պրոյեկցիայում, ես իհարկե մեկնաբանել այն չեմ կարող։ Ես հենց հիմա ձեզ ցույց կտամ մի օրինակ, երբ որ մեկ կադրում մենք ընդհանրապես չենք տեսնում խնդիր եւ տեսնում ենք առողջ արգանդ, առողջ արգանդի մարմին եւ լորձաթաղանթ, սակայն փոխելով պրոյեկցիան, դա զննման ժամանակ է կատարում, բժիշկը տվիչի անկյունը փոխելով մենք հստակ տեսնում ենք այն խնդիրը, որը առկա է եւ որը շատ կարեւոր նշանակություն ունի ապագա տակտիկան որոշելու համար։ Կատարվել է ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն, դուք տեսնում եք արգանդի մարմինը, առաջին հայացքից կարծես թե ոչ մի խնդիր չկա։ Ընդհանրապես մի փոքր փոխում եմ պրոյեկցիան եւ տեսնում ենք ինտրամուրալ միոմատոզ հանգույց։ Հիմա դուք համոզվեցիք, որ մեկ նկարով ախտորոշում on-line դնել թույլատրելի չէ։ Որ լաբորատոր հետազոտության սառը թվերին նայելով ասել այս կամ այն եզրակացությունը անել նույնպես թույլատրելի չէ։ Եթե դուք արդեն իսկ եղել եք ինձ մոտ եւ դա ուղարկում եք, դա լրիվ ուրիշ պատկեր է, դա այլ մեկնաբանություն է, ես ունեմ արդեն բազային տվյալներ եւ կարող եմ հստակ ձեզ պատասխան տալ։ Սակայն զուտ լաբորատոր տվյալ ուղարկելով, էխոյի նկար ուղարկելով, 1-2 բառ ասելով, դա սեփական առողջության վերաբերյալ իհարկե շատ լուրջ եւ պատասխանատու վերաբերմունք չէ։